Բարևսելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Սիրելի հայր, Հիսուսի անով գալիս եմ քո առաջ։ Խնդրում քո Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը, խնդրում քո այսօրվա թարմոցությունը, նորոծությունը։ Խնդրում քո ողջ զորությամբ իջիր մեր վրա, օծիր իմ շուրթերը, խոսիր, աղոթիր, փառաբանիր ամեն ժամանակ, ամեն իրավիճակում։ Այսօրվա եթերը հանձնում քո ձեռքերի մեջ, թող քո հոգին շարժվի, ամեն բան ինչ որ քեզանից է թող արձակված լինի մեր կյանքերի վրա։ Ամեն բան ինչ որ մարդկային է, շնչավոր է, դիվային է, Հիսուսի անով կապում եմ ու արգելում դրանց ուժն ու ազդեցությունը։ Գերեմ վերցնում ամեն միտք, որ բարձրացած է Աստծու կամքի դեմ ու խոնարհեցնում Հիսուսի ոտքերի տակ։ Հայր, Հիսուսի անով թող քո կատարյալ կամքը կատարվի Հայաստանի վրա։ Մեր տարածաշրջանը ամբողջությամբ թող լինի քո վերահսկողության մեջ։ Քո կամքը, որը բարին է, հաճելին է ու կատարյալն է։ Քո կամքը, որը իր մեջ ունի կյանք, ունի ապագա։ Հեռանկարային դու ասելով քո կամքի մասին մեզ տանում ես օրհնության մեջ, թեկուզ մենք մարդկայնորեն գուցե մեր ճանապարհներին նայելով չենք հասկանում այն ընթացքը, որով դու մեզ տանում ես, բայց դու հավատարիմ Աստված ես ու դու սիրող Հայր ես։ Դու ամեն բան անում ես քո զավակների համար ամենալավագույն տարբերակը առաջ բերելով։ Մեր մարդկային միրգը թող արգելք չհանդիսանա քեզ։ Եթե կա բաներ մեր կողմից, որ արգելք են, չհասկանալով քո ճանապարհները, խնդրում եմ, որ դու նորոգես մեր միտքը, բացես քո ճանապարհները, որ մենք հասկանալով ընթացքը, որի մեջ դու մեզ առաջնորդում ես, ոչ թե հակառակվենք, այլ ընդհակառակը քո կամքի մասին խոսենք ու կոչ անենք մարդկանց միաբանվելու, որպեսզի քո աշխատանքը այս ժամանակում մեր երկրում շատ արագ ձևով կատարվի։ Օրհնում եմ կատարյալ կամքիդ իրականացումը։ Օրհնում եմ Հայաստանի վրա այն զորավոր մեծ արթնությունը, որ պատրաստում ես բերես։ Օրհնում եմ այն փոփոխությունները, որ քո զորավոր ձեռքով բերում ես, քո սրտի համեմատ մարդիկ բարձրացնելով, որ կիրականացնեն քո տեսիլքը, քո սրտի փափագը, որ Հայաստանը կտանեն քո կոչումի մեջ, որ Հայաստանի կոչումը մարդկանց սրտերում կդառնա առաջնային սրտի փափագը, որ չգնան ոլոր, մոլոր, սխալ ուսմունքների հետևից, որ չգնան ուրիշ պետությունների շահը սպասարկելու հետևից, այլ փնտրեն քո կամքը ու ամեն մեկի սրտի փափագը լինի քո սրտի երազանքը իրականացնելը, քո կամքը կատարելով արձակել օրհնությունը Հայաստանի վրա, քո կամքը կատարելով այս երկրի վրա թույլ տալ, որպեսզի դու քո զորությամբ ներգործես մեր միջոցով, ում որ ընտրել ես, որպեսզի բերես երկրի վրա այն հաղթանակներն ու այն փոփոխությունները, որ քո արքայությունը ամբողջությամբ կտարածվի ամբողջ աշխարհով մեկ։ Հայր, շնորհակալ եմ Հայաստանը ընտրելու համար, շնորհակալ եմ, որ դու վստահել ես մեզ նման պատասխանատու ծառայություն, նման պատասխանատու միսիա։ Շնորհակալություն, որ դու քո համապատասխան զորությունը տվել ես ու բարձրացնում ես մարդիկ, որ կանգնում են տեսիլքի իրականացման համար, որ արձակել ես մատակարարումը քո կամքը այս երկրի վրա կատարվելու համար։ Շնորհակալություն քո փառավոր հաղթանակի համար, որ արդեն իսկ իրականացրել ես քո մահով ու հարությամբ։ Եղիր փառավորված ամեն մեկիս կյանքում հավիտյանս հավիտենից, ամեն։ Ամեն, սիրելի հայ ժողովուրդ, սրտումս մի բան կա, որի մասին պետքա խոսեմ, որը վերաբերում է Հայաստանում գալիք փոփոխություններին։ Գիտեք, ես վերջում տեսա Գյումրիի ընտրությունները, Փարաքյալի ընտրությունները, ես ավելի շատ խոսել եմ Գյումրիի ընտրությունների մասին, հասկանալով դրանց կարևորությունը ու ասում եմ, որ սրանք ուղղակի քաղաքապետի ընտրություններ չեն, սա անդրադառնալու է ամբողջ Հայաստանի վրա, որտեղ այն հաղթանակը, որ ինչ որ մեկը կկայացնի, բնական է դա փորձելու է տարածել ամբողջ Հայաստանի վրա։ Ոնց տեսակ այն ինչի մասին, որ ասում է այն ժամանակ, համարյա իրականություն է դառե մասամբ, այսինքն ժամանակի պահը դեռ վերջնական ամսի 16-ին դա տեղի կունենա, դրա համար եմ ասում համարյա։ Իհարկե, այստեղ
այն տարբերակի մասին, որ ես ասում էի, շատ հավանական տարբերակ է, ուստեղ ՔՊ-ն ինքը որոշելու է իրականում ում է ուզում տեսնի քաղաքապետ Գյումրիում՝ Վարդան Ղուկասյանին, թե Մարտուն Գրիգորյանին, Սերժ Սարգսյանին, թե Քոչարյանին, սենց ասած։ ՔՊ-ի ձեռքում է բոլոր խաղաքարտերը, հիմա իր որոշումից է կախված լինելու։ Իսկ որ ՔՊ-ն հնարավորություն չունի իշխանություն ձևավորելու Գյումրիում, արդեն իսկ բոլորին պարզ է։ ՔՊ-ն պարտվեց Գյումրիում, ՔՊ-ն պարտվեց Փարաքյարում։ Ու այն հաղթանակը, որը կտանի Գյումրիում քաղաքապետը, այն ուժը, որը կտանի, դրանից շատ բան կախված է լինելու, որտեվ Փարաքյարում ոնց տեսակ հաղթեց Քոչարյանը, ու հիմա մեծ հավանականություն կա, որ նույնը կկատարվի Գյումրիում, եթե Վարդան Ղուկասյանին ընտրեն քաղաքապետ։ Ու եթե սա տեղի ունենա, սա ՔՊ-ն հասկանում է, թե ինչ մեծ ազդակ է իր համար, երբ որ ինքը հանրապետության տարբեր հատվածներում պարտություն է կրում ու հենց պարտվում է Քոչարյանին։ Իր պարտությամբ իսկ ինքը հրահրում է մի բան, որ Հայաստանում քաղաքական իրավիճակը կարա կտրուկ շրջադարձ ունենա ու հարցը այլևս չհասնի 26 թվականի ընտրություններին։ Քոչարյանը ունենալով հաղթանակներ, ինքը անմիջապես կհավաքագրի ժողովրդի այն մասին, ովքեր որ ժամանակին ուզեցել են Քոչարյանը լինի իշխանության, բայց 21 թվականի պարտությունից հետո հեռացել են։ Հիմա այս հնարավորությունը իրանք անպայման օգտագործելու են ու ոչ թե արդեն 26 թվականի ընտրություններին են սպասելու, այլ շատ արագ ձևով փորձելու են երկրում բերեն իշխանափոխություն։ Սա շատ լավ հասկանում է ՔՊ-ն ու բնական է, սա պատճառներից մեկն է, որ Գյումրիում ամսի 16-ի կայանալիք ընտրություններում շատ հավանական է, որ Քոչարյանի պարտության համար, որպեսզի Քոչարյանը չկարողանա նման հաղթարշավ սկսի ամբողջ Հայաստանով մեկ, ՔՊ-ն իր ձայները տա Սերժ Սարգսյանի թեկնածուին Մարտուն Գրիգորյանին, որն էլ կդառնա Գյումրիում քաղաքապետ։ Սա ամենահավանական տարբերակն է, որ այս պահին կիրականանա, որի մասին, եթե հիշում եք, ընտրություններից հետո առիթ ունեցել եմ ասեմ, որ կար պայքար Սերժի ու Քոչարյանի միջև, իմ տեսած երազի մեջ դեռ ամիսներ առաջ, որտեղ հաղթեց Սերժը։ Այսինքն հավանական տարբերակը, որ հիմա ՔՊ-ն հաղթանակը կնվիրի Սերժին, որպեսզի չհաղթի Քոչարյանը, դա կիրականանա Գյումրիում ու դա բնական է կանդրադառնա ամբողջ հանրապետության վրա։ Սա Գյումրու ընտրությունները չի ընդամենը, սա հեռանկարային մի բան է, որը թողելու է իր ազդեցությունը։ Հետագայում, երբ որ Գյումրիում Քոչարյանը պարտություն կրի, եթե Սերժը գա իշխանության Մարտուն Գրիգորյանի միջոցով, իրավիճակը որոշակի ձևով ավելի խաղաղ կլինի, քան կարող էր լինել հակառակ զարգացման դեպքում։ Իհարկե, ես էլի խոսել եմ այն մասին, որ Հայաստանում արտահայտ ընտրություններ են լինելու ու 26 թվականի ընտրություններին հարցը չի հասնելու, որովհետև քաղաքական զարգացումները իրանք մղում են դեպի դրան, ու ամեն բան կախված է իրականում նրա հետ, որ ՔՊ-ն ինքը որպես ջատագովը հայ-թուրքական հարաբերությունների, որ փորձում էր ստեղծել են միաբանությունը Թուրքիայի հետ, որ Հայաստանը անցներ ամբողջությամբ թուրքական ազդեցության գոտի, դա խափանվում է։ Հայ ժողովուրդը ինքը բացահայտորեն իր կարծիքը արտահայտելով այս ընտրություններում Գյումրիի ինքը ցույց տվեց, որ իր համար նախընտրելի են նախկինները, քան թե թուրքական պրոյեկտը, քան թե Հայաստանի ցեղասպանության, հայ ժողովրդի ցեղասպանության ուրացումը։ Հայ ժողովուրդը, նորից եմ ասում, ինքը ոչ թե ցանկանում է, որ նախկինները հետ գան, այլ ավելի շատ դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը, որը բացահայտ թուրքամետ քաղաքականություն է, որը Թուրքիայի շահերից է ամբողջությամբ բխում,
ու հայ ժողովուրդը սրան հակառակված է ու իր դիրքորոշումը արտահայտում է նման ընտրություններով։ Ու սա նշանակում է, որ եթե նույնիսկ հարցը հասնի 26 թվականի հերթական ընտրություններին, ՔՊ-ն իր վարած գաղափարախոսությամբ արդեն իսկ պարտված է, բայց քանի որ քաղաքական իրավիճակները շատ արագ են զարգանում, մեր շուրջ բոլորը մեր տարածաշրջանում և Թուրքիայում, և Իրանում, և Ադրբեջանում շուտով կտեսնեք, Վրաստանում որոշ բաներ, այս ամեն ինչը պարտադրելու են, որպեսզի Հայաստանում տեղի ունենան արտահերթ ընտրություններ, ոչ թե 26 թվականի ընտրություններ։ Այստեղ շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում մոտակա ժամանակում նաև Ռուսաստանում, որովհետև այն բանի մասին, որ խոսում եմ, սրանք պատահական չեն, որ ասում եմ Ռուսաստանում Ամերիկան իր մասնակցությամբ, իր գալով ամեն ինչ անում է, որ հանկարծ Ռուսաստանում իսլամական ուժերը չանցնեն իշխանության։ Ամերիկան իր վարած քաղաքականությամբ ջարդում է Օսմանյան կայսրության գաղափարախոսությունը ու քանդում է ռուս-թուրքական միաբանությունը, ու ինքը Ռուսաստանի տարածքում ամեն ինչ անելու է, որ այն իսլամական ուժերը, որ գլուխ են բարձրացնելու, որ սկսելու են քաոս առաջացնել Ռուսաստանում իշխանություն զավթելու համար, Ամերիկան ամեն գնով փորձում է սաստի, որ դա տեղի չունենա, ու սա է պատճառը, որ Ամերիկան հետաքրքրված է ու պաշտպանում է Ռուսաստանին քայքայումից, ինչքանով կհաջողվի այդ քայքայումը դժվարանում եմ ասել, բայց ամեն դեպքում, եթե ստացվի Ռուսաստանում իշխանափոխություն, որ Պուտինին հեռացնելով մեկ այլ ուժ գա իշխանության, որը ոչ թե կվարի թուրքամետ քաղաքականություն, որը ոչ թե կձգտի Թուրքիայի հետ ընկերանալ, բարեկամանալ, Օսմանյան կայսրության գաղափարախոսությունը առաջ տանելու նպատակով, ոնց անում է Պուտինը, այլ եթե վարի քաղաքականություն հենց Ռուսաստանի շահերից, որպեսզի Ռուսաստանը մնա քրիստոնեական երկիր ու կանգնի իր քրիստոնյա եղբայրների կողքին, ինչը որ հայ-ռուսական պայմանագրով շեշտված պետքա լիներ, որ առաջնային Ռուսաստանը հենց այդ պայմանագրի իմաստը դրանում է, որ ինքը կանգնում է որպես քրիստոնեական երկիր քրիստոնեական Հայաստանի կողքին, բայց այն քաղաքականությունը, որ վարեց այս ընթացքում Պուտինը, ինքը ընդհանրապես քրիստոնեական Հայաստանի շահերից չէր, քրիստոնեական Ռուսաստանի շահերից չէր, ամբողջությամբ դա ռուս-թուրքական պրոյեկտ էր, Լենինի գաղափարախոսությունն էր, այն ինչը որ կիսատ էր մնացել հեղափոխության ժամանակ 1917 թվականի, երբ որ Թուրքիան պետքա նույն ձևով ընդգրկված լիներ սովետական կազմի մեջ, այդ ծրագիրը, որը կիսատ էր մնացել, հիմա փորձում էին իրականացնեին արդեն Պուտինն ու Էրդողանը իրար հետ, ինչը որ խափանվեց Հիսուսի անունով, Հիսուսի ձեռքով, իհարկե Աստծու կամքի դեմ գործողությունը դատապարտված է ու անիծված է Հիսուսի անունով, ու հիմա, քանի որ Ռուսաստանը իր սխալ ընտրության արդյունքում հայտնվել է անեծքի տակ ու քայքայման վտանգի տակ, Ամերիկան փորձում է Ռուսաստանը ուշքի բերի, այն ուշաթափված վիճակից փորձում է մի քանի կոպիտ ասած չափալախ տալով ուշքի բերի վերականգնի այն նախկին ճիշտ դիրքի մեջ, որը պետքա Ռուսաստանը զբաղեցներ, որը քրիստոնեական է, ոչ թե իսլամական, ոչ թե Օսմանյան կայսրության մասնիկ ու առաջնորդ, ու սրանից բխում է արդեն այն քաղաքականությունը, որը լինելու է հայ-ռուսական հարաբերությունների մեջ։ Գիտեք, երբ որ ես ասացի Հայաստանում բարձրանալու է մի ուժ, որը ոչ նախկին է, ոչ ներկա է, ինքը լինելու է հայամետ, Հայաստանի շահերը պաշտպանող, բայց միաժամանակ հետաքրքրված է լինելու, որ Ռուսաստանը չկործանվի ու չիսլամացվի, շատերի համար մի քիչ անսպասելի էր սա, որովհետև իրականում նման ուժ այս պահին Հայաստանում համարյա թե չկա, ու այն մարդիկ, որոնք ավելի հետաքրքրված էին, որ իրանց նախընտրելի ուժը գար հետագայում իշխանության, որը ոչ նախկին է,
ոչ ներկայա, իրանց համար մի քիչ իմ ասածները անսպասելի էր ու շոկային էր, բայց գիտեք շատ կարևոր է այն ինչը Աստված ուզում, այլ ոչ թե այն ինչ ենք մենք ուզում։ Օրինակ, երբ որ Սամուել մարգարեն ինքը պետքա թագավոր օծեր, երբ որ Սավուղը իր աննազանդության պատճառով կորցրել էր թագավորությունը, օծությունը հեռացել էր, Աստված Սամուել մարգարեին ասեց վեր կաց գնա ու օծիր թագավոր նրան, ում որ կասեմ։ Երբ որ Սամուելը եկավ ու գտավ Հեսեին իր որդիների հետ, ինքը բոլորին նայում էր ու աչքի երևույթով տեսնում էր, որ իրանց մեջ կան գեղեցկադեմ, փարթամ, բոյով, բուսատով ու մտածում էր, որ իրանցից ինչ որ մեկին պետքա օծի, բայց Աստված մեկ այլ որդու էր նախատեսել, որը այդ պահին ֆիզիկապես այդտեղ չէր գտնվում։ Սամուելի աչքին ուրիշ մեկը պետքա լիներ, որին ինքը պատրաստվում էր օծեր, բայց Աստծու ասածը մեկ այլն էր։ Այսինքն ուզում եմ ասեմ, որ մեր աչքի երևույթով, մեր լսացածով, մարդկանց տեսակետները ճանաչելով, մեր համար գուցե և նախընտրելի թեկնածու կա, որին մենք կուզենք տեսնենք Հայաստանի հետագա ղեկավար, որին մտածում ենք, որ կիրականացնի Աստծու կամքը, բայց երբ որ Աստված ասում է քո իմացած որևէ մեկը չի, այլ բարձրանալու է մեկ այլ ուժ, մեկ այլ անձնավորություն, որը կիրականացնի այսիշ ծրագիրը, թեկուզ մեր մտածածը չի, բայց Աստծու կամքն է, ու շատ կարևոր է, որ մենք ստեղ մեր մտքով չհակառակվենք Աստծուն ու թույլ տանք, որ Աստված անի այն ինչ որ ինքը ուզում է։ Ես անկեղծ կասեմ, այն ինչ որ ինձ Աստված ցույց տվեց, ինքս զարմացած եմ ու շոկի մեջ եմ, որ Աստված կարա նման մեկի միջոցով բերի այն փոփոխությունը, որ պատրաստվում է բերի, որը ոչ նախկին է, ոչ ներկա է, բայց իր գաղափարախոսությամբ լինելու է հայամետ, գործելու է Հայաստանի շահերից, ձգտելու է տեսիլքը իրականացնի, ինչի մասին որ ես խոսում եմ, բայց միաժամանակ պայքարելու է Ռուսաստանի համար, որ Ռուսաստանը չքայքայվի ու չիսլամացվի։ Ու ես օրհնում եմ Աստծու կատարյալ կամքը, որ իրականանա Հայաստանի վրա։ Գիտեք, ես շատ եմ ուզում, որ դուք գիտակցեք, որ Աստծու կամքը կատարյալն է, բարին է, հաճելին է ու լավագույնն է։ Մարդկային բոլոր ձեր ցանկությունները, այո, մեր աչքին գուցե լավն են, բայց Աստված ավելի հեռատես է ու ավելի լավ գիտի ով է որ այս պահի համար Աստծու համար նախընտրելի ուժն է, նախընտրելի ղեկավարն է, որն էլ կիրականացնի իր կամքը ու կբերի այն հաղթանակը, որին այդքան ակնկալում ենք։ Դրա համար, սիրելի հայր, ամեն բան Հիսուսի անունով ես բերում եմ քո առաջ։ Հայաստանում բոլոր քաղաքական ուժերին հանձնում եմ քո ձեռքերի մեջ։ Այն բոլոր խառնաշփոթը, որ ուզում են ստեղծեն, Հիսուսի անունով կապում եմ ու արգելում եմ, որ գա խաղաղությունը Հայաստանի վրա ու որևէ քաղաքական ուժի չհաջողվի մարդկանց սրտերը գողանալ, իրա կողմ գրավել, քաոս առաջացնել, հեղափոխություն կամ հեղաշրջում իրականացնել, որը քո կամքով չի։ Բայց այն ուժը, որը քեզանից է, ես օրհնում եմ, որ ինքը բարձրանա քո կամքի համաձայն, ու ես ուզում եմ, որ դու ժողովրդի սիրտը այդ մարդու հետ, այդ մարդու կողքին դնես։ Դու ես, որ օծում ես քո օծյալին ու բարձրացնում ես քո ծրագրերի համար։ Ամեն մեկը, ով որ կանչված է քո կամքը կատարելու, եթե աննազանդ է գտնվում, դու հեռացնում ես ասպարեզից, բարձրացնում ես մեկ ուրիշին, որը կկատարի քո սրտի փափագը։ Ու ես ուզում եմ, որ ոնց Դավթի կողքը հավաքվեցին մարդիկ, միաբանվեցին, որովհետև օծությունը Դավթի վրա էր, նույն ձևով մարդկանց սրտերը միաբանվեն այն անձնավորության շուրջ, որը քո կամքով է, որի վրա քո օծությունն է, որը քո կողմից նախասահմանված է, որը որ Հայաստանի կյանքում կբերի օրհնություն, ունենալով Դավթի սիրտը, կփնտրի քո երեսը, կփնտրի քո կամքը կատարելը ու կդառնա այս երկրի օրհնությունը ու օրհնություն այլ երկրերի համար։ Հայր,
Քո վերահսկողության մեջ թող լինի ամեն բան։ Քո կատարյալ կամքի հաղթանակը ամբողջ Հայաստանի տարածքի վրա Հիսուսի զորավոր անունով։ Քո հրեշտակները թող վերահսկեն ամեն իրավիճակ Հայաստանում։ Քո սահմանների վրա որոշվածդ, որ Հայաստանն է, գերբնական պաշտպանություն լինի։ Հրեշտակները հրեղեն սրերով վերահսկեն մեր տարածքը, որ Հայաստանը լինի խաղաղության մեջ, ու ամեն բան, ինչ ընթացք էլ որ կստանա, լինի խաղաղության մեջ։ Ոչ մի բռնություն, ոչ մի հեղաշրջում, ոչ մի արյունահեղություն, խաղաղություն, խաղաղ ճանապարհով իշխանափոխություն, Հայր, քո կատարյալ կամքի համաձայն, քո փառքով իջնես Հայաստանի վրա, ու բոլորը տեսնեն քո ձեռքը ու միաբանվեն քո կամքի շուրջ։ Ամեն բան, ինչ որ քեզանից է, թող հաղթական ավարտ ունենա։ Ամեն բան, ինչ որ բարձրացած է քո կամքի դեմ, թող տապալվի հիմնահատակ Հիսուսի զորավոր անունով։ Հայր, շնորհակալ եմ Հայաստանի համար, որ բարձրացնում ես քո ծրագրերի համար ու Հայաստանի միջոցով ցույց ես տալի ամբողջ աշխարհին քո փառքը, քո ծրագրերը, ու Հայաստանը դարձնում ես ազգերի օրհնությունը, բարձրացնում ես Հայաստանի հեղինակությունը, հասկացնում ես ազգերին Հայաստանի կարևորությունը ու ազգերի սրտում ես դնում, որ իրանք ջանք անեն կանգնելու Հայաստանի կողքին, գիտակցելով, որ Հայաստանի կողքին կանգնելով կանգնում են քո կողքին, Տեր իմ Աստված, ու Հայաստանին օրհնողը օրհնում է քեզ ու քո կամքը, ու Հայաստանին օրհնողը իրա վրա արձակում է քո օրհնությունը, որովհետև իրականացնում են քո սրտի փափագը։ Հայր, ես փառք եմ տալի ամեն մեկի համար, ով որ միաբանվում է քո կամքի շուրջ, քո տեսիլքի շուրջ, գիտակցում է Հայաստանին օրհնելու, պատրաստելու, զինելու կարևորությունը, ու դու այդ երկրերին, ովքեր որ կանեն այն, ինչ որ դու իրանց հանձնարարել ես, քո առատ օրհնություններով օրհնիր, որտեղ օրհնությունը քեզանից է։ Քո կամքը կատարողների վրա քո գերբնական օրհնությունը լինի քո հարստության ճոխության չափով, որ քո փառքը բացահայտորեն երևա, որ քո կամքը բոլորին հայտնի դառնա, որ տեսնեն ու հասկանան, որ սա մարդկային չի, սա աստվածային է, ու Աստված էլ տալիս է պատասխանը իր կամքը կատարողների վրա։ Փառք քեզ ամենակարող Աստված քո փառավոր հաղթանակի համար, որ բերում ես ողջ Հայաստանի վրա, ու մեծ հայքը հարություն ես տալի իր ժամանակին քո որոշված ճանապարհներով ու քո որոշված երկրների միջոցով։ Եղիր փառավորված քո տեսիլքի իրականացման հարցում ամբողջ աշխարհով մեկ հավիտյանս հավիտենից։ Ամեն։